Իրական բոլորս երկորական դրների դիստավորման և իշխորի դուժարժեր դիստավորման։ Կապի ապալով բաճարը դա է Պատվարժան դատան ըստեյության ես որքան գովանակությունից էլ ասացեն ինքս էլ որ կայքի շշտումը որ կատել են շատ սեն ժամգետում պրոբացիայի ստացել են, հաստատել են, որ որևէ տնկից չկա։ Տանենը 10 ռոբեի պատում։ Հա, բայց ես չէին նկատել։ Պրոբացիայի ծառայողները պատվարժան դատան հենց ուղեկցման վերաբերյալ դիրքորոշում թույլ տվեք պատվարժան դատարան։ Պատվարժան դատարանը ըստեյության 2026 թվականի հունիսի 7-ին պրոբացիայի ծառայության թվով 3 ծառայողներ իրականացրել են Սամվել Կարապետյանի ուղեկցումը համապատասխան ընտրական տեղում։ Նման պայմաններում ինձ մոտ հարց է առաջանում, իսկ այդ գործողությունը ինչպես են արել, եթե դրա հաստորեն դատական նիստի ուղեկցման հնարավորությունը չկա, որտեղ եթե նայում են պրոբացիայի ծառայության մասին օրենքը, այնտեղ հատուկ բացառություն գրված չի ընտրական տեղամասեր։ Ես առնվազն պատճառաբանումը չեմ կարողանում իրավական տեսանկյունից որևէ դիտարկել։ Աջակցման նպատակով նաև այդ դիմում հաղորդակցվին մտքավորություններ իրավական փոփոխության համար են դիմում դրա իրավական հիմքերն չէ։ Այս իմաստով ես հիշում եմ նաև ինչպես ոստիկանության դիրքորոշումը լինում այն տարածքների ուղեկցելու պատասխանատվություն չունեն, տնային կառավարողների մասով։ Ինձ մոտ առնվազն առաջանում է կրկին այն հարցադրումը, թե ինչով է պայմանավորված, որ նման հատուկ վերաբերմունքի են արտանանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ըստ էության 2026 թվականի ապրիլ ամսից։ Իդեպ այս հանգամանքներն եմ ուզում բացահայտել պատվարժան դատարան, նախքան այն, երբ Սամվել Կարապետյանը տնային կառույցի պայմաններում մասնակցել է դատական նիստի հակակոռուպցիոն դատարանում, նախագահության դատավորստեղծանին, այս ավտոմեքենան ոստիկանությանը կցված չի ուղեկցել Սամվել Կարապետյանը։ Այս պայմաններում ինչի է սպասվում այսպես, նաև հիշեք մեկ այլ հարցով էլ երբ բողոքի ենք ներկայացրել և հենց դատավոր Տոլմազյանի նախագահության ընդունվել է, ինչ դատական պատասխանում, ոչ թե կաղանքի, այլ դրան հաջորդած ժամանակ հատվածում, կրկին այս տրանսպորտային միջոցով ուղեկցումը չէր իրականացել, պրոբացիան չէր իրականացել, ոստիկանությունը Այս նույն հաջողությամբ պրոբացիայի ծառայությունը քանիցս իրականացրել էր ուղեկցումը նույն օրինակ բժշկական հաստատություն։ Եվ այդ ժամանակ որևէ հարց նման չէր առաջացել, որ օրինակ ուղեկցման գործառույթ վերապահված չէ։ Ես որևէ այլ նաև գործով եմ պատվարժան դատարան չեմ լսել, որ պրոբացիայի ծառայությունը հայտարարի, որ դատական նիստերին ուղեկցում չեն անում, որտեղ նման գործառույթ վերապահված չէ։